Խնդիրը պահանջում է գտնել կարող է արդյոք 3 տարբեր բնական թվերից կամ էական երկուսի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը լինել նույնը։ Շատ լավ, ինչպես պետք է մտածել այս խնդրի շուրջ։ Նախ եկեք ինչ-որ տառերով նշանակենք մեր այդ 3 իրարից տարբեր բնական թվերը, թող լինեն A, B, C, եւ վերհիշենք ինչ է նշանակում ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, դա այն ամենափոքր թիվն է, որը բաժանվում է տվյալ թվերից յուրաքանչյուրի վրա, այսինքն մենք գիտենք ու ամենափոքր ընդհանուր բազմապատիկը քառակուսի փակագծերով ենք պատկերում, ահա, նշանակում AB-ի ամենափոքր բազմապատիկը ընդհանուր հավասար է A և C թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկին, ինչն էլ հավասար է B և C թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկին։ Շատ լավ, ահա սա տրված է ըստ խնդրի և մեզ պետք է գտնել հնարավոր է արդյոք այդպիսի 3 իրարից տարբեր բնական թվեր գոյություն ունենան։ Ինչ անենք այս խնդրի շուրջ։ Դե ամենասկզբում պետք է օրինակներ փնտրել։ Իհարկե կարելի է ինչ-որ ձև սկսել նշանակումներ կատարել, օրինակ խորանալ, ինչպես ենք մենք առհասարակ գտնում ամենափոքր ընդհանուր բազմապատիկը եւ այլն, բայց առայժմ եկեք ինչ-որ օրինակներ փորձենք գտնել ու դրանից հետո արդեն եթե անընդհատ մեզ մոտ ստացվի օրինակ գտնել, նշանակում է ինչ-որ բան խանգարում է ու ուշադրություն դարձնենք, թե ինչն է մեզ մոտ խանգարում։ Ենթադրենք առաջին երկու թվերը 4-ն ու ենթադրենք 8-ն են։ Հիմա այս երկուսի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ակնհայտ 8-ն է։ Ահա, որովհետև 8-ը այն ամենափոքր թիվն է, որ բաժանվում է եւ 8-ի եւ 4-ի։ Շատ լավ։ Հետևաբար այստեղ գրված թիվը պետք է 8-ի բաժանարարներից լինի, այսպես ասած, որպեսզի նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկն էլ լինի 8-ը պարտադիր, այսինքն այս C թվի եւ 8-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը պետք է լինի 8-ը եւ C-ի ու 4-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը պետք է լինի 8-ը։ Դե 8-ի եւ C-ի դեպքում ամեն ինչ հեշտ է, C-ն կարելի է ընտրել որպես 8-ի բաժանարարներից որևէ մեկը։ 1, 2, 4 կամ 8։ Բայց նկատենք, որ սրանցից յուրաքանչյուրի ընտրության դեպքում, դե իհարկե 8-ը լինել չի կարող, որովհետև մեզ իրարից տարբեր է պետք, եւ 4-ն ենք անում, որովհետև չպետք է նաեւ այս միայն 1-ն ու 2-ը։ Հիմա եթե 1 ենք ընտրում, 2-ի եւ 4-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը կրկին 4-ն է, այսինքն սա մեզ չբավարարեց։ Ահա։ Եվ չբավարարեց ինչը, մեզ մոտ այստեղ խանգարում էր այն փաստը, որ 8-ը կոնկրետ բաժանվում էր 4-ի վրա։ Հիմա եկեք փորձենք այնպիսի օրինակ վերցնենք, որտեղ մի թիվը մյուսի վրա չի բաժանվում, այսինքն իրարից տարբեր, բայց մեկը մյուսի վրա չի բաժանվում։ Ենթադրենք վերցնում ենք 4-ը եւ վերցնում ենք 6-ը։ Սա նշենք առաջին օրինակը, որ չէր բավարարում։ Հիմա երկրորդ օրինակը 4-ն ու 6-ը մենք ընտրեցինք։ Ինչպես կարելի է ընտրել C-ն։ Դե նախ այս երկուսի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը դա 12-ն է։ Այն բաժանվում է եւ 4-ի եւ 6-ի։ Հիմա երրորդ թիվը պետք է ընտրել 12-ի բաժանարարների մեջ, որովհետեւ 12-ը պետք է C-ի բաժանվի։ Դրանք կարող են լինել 1, 2, 3 կարող է լինել, 4 չի լինի, որովհետեւ այստեղ ունենք 4, 5-ի չի բաժանում 12-ը, 6 լինել չի կարող, որովհետեւ այստեղ նախ 6 ունենք ու հաջորդը, որը մեզ բավարարում է 12-ն է։ Կարող ենք փորձել այստեղ 12։ Շատ լավ։ Հիմա եթե 1 լինի, 1-ի եւ 4-ի, իրական 1 լինել չի կարող, կարող ենք միանգամից բացառել, որովհետեւ 1-ը ցանկացած թվի հետ վերցնելով մյուս թիվն է ամենափոքր ընդհանուր բազմապատիկը այդ երկուսի։ Մենք 2-ից։ 2-ի եւ 4-ին է, 2-ն է, չբավարարեց։ 3-ի եւ 4-ին է, 12-ն է, դա մեզ բավարարեց, բայց 3-ի եւ 6-ինը 6-ն է հենց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը չբավարարեց։ Հիմա դիտարկենք 12-ը։ 12-ի եւ 6-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը 12-ն է։ Շատ լավ։ Իսկ 12-ի եւ 4-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը կրկին 12-ն է։ Ստացվեց, որ մենք ինչ արեցինք։ Մենք ուղղակի վերցրինք երկու իրարից տարբեր թվեր ու երրորդը տեղադրեցինք այդ երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ու դրանից մեր թվեր ընտրել, դրանք կլինեն A թիվը, B թիվը եւ A-ի ու B-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ Ու առաջին օրինակում մեզ ինչը չբավարարեց այն, որ B-ն բաժանվում էր A-ի եւ A-ի ու B-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ուղղակի B-ն էր։
Դրա համար մեզ մոտ կրկնվող եղավ, այսինքն I-ի եւ B-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը երբ ստացվում էր B, մեզ չէր բավարարում, որովհետեւ ունենում էինք երկու նույն թիվ։ Հետևաբար ան եթե ան ու B-ն իրար հետ այնպես լինեն, որ ոչ մեկ մյուսի վրա չբաժանվի, ինքն B-ն չի բաժանվում I-ի ու ենթադրենք, եկեք այսպես նշենք, B-ն չի բաժանվում I-ի ու B-ն մեծ է I-ից։ Շատ լավ։ Երկու տարբեր թվեր են լինելու բնական, ակնհայտ է, որ մեկը մյուսից մեծ է լինելու, պատկերացրենք B-ն ավելի մեծ է, քան A-ն, ու գիտենք, որ B-ն չի բաժանվում I-ի։ Շատ լավ, վերցնելով ինչ-որ A-B ու երրորդը վերցնելով այդ երկուսի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը մեզ մոտ օրինակ կառուցվում է։ Ու հիմա եկեք մի քանի այլ օրինակներ վերցնենք։ Օրինակ այստեղ մեզ մոտ փոխադարձաբար պարզ չէին այս երկուսը։ Եկեք տեսնենք արդյոք աշխատում է ամեն ինչ փոխադարձաբար պարզ թվերի դեպքում։ Վերցնենք 2-ն ու 5-ը։ Նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը կլինի հենց նրանց արտադրյալը 10-ը։ Տեսնենք, 10-ի 2-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է 10-ը, 10-ի 5-ինն է 10-ը, հետևաբար սա մեզ բավարարեց։ Եվ այսպես շատ օրինակներ մենք կարող ենք գտնել։ Շատ լավ, դրա համար եկեք հիմա ամփոփենք այս խնդրի լուծումը։ Ինչ արեցինք, դա ուղղակի մի թեթև նշանակում այստեղ կատարեցինք, հասկացանք խնդիրը մեզնից ինչ է պահանջում ու սկսեցինք օրինակ փնտրել։ Ինչու օրինակ փնտրել, որովհետև կրկին, երբ մեզ հարցնում է կարող է արդյոք, խնդրի պահանջը ձևակերպված է հետևյալ կերպ. կարող է արդյոք ու ինչ որ պահանջ։ Ինչ ենք մենք անում, մենք սկսում ենք օրինակներ դիտարկել, որովհետև եթե հնարավոր լինի, մենք օրինակը ինչ որ ժամանակ փնտրելուց հետո կգտնենք, բայց եթե հնարավոր չլինի, մենք անընդհատ խնդրի առաջ կկանգնենք ու օրինակներ փնտրելու ընթացքում ավելի լավ կհասկանանք, թե որն է մեր խնդրեմը ու կսկսենք մտածել, թե ինչպես կարելի է այդ խնդրեմը լուծել կամ այդ խնդրեմը արդյոք այնքան մեծ է, որ առհասարակ խնդրի հարցի պատասխանը դարձնում է ոչ հնարավոր չէ։ Դրա համար մենք սկսեցինք ինչ-որ օրինակ փնտրել։ Դե առաջին տրամաբանական օրինակը այն էր, որ ընտրենք A ու B ու դիտարկենք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ու դրանից հետո արդեն սկսենք C-ն ման գալ։ Երբ B-ն բաժանվում էր մեզ մոտ A-ի վրա, ահա այսպիսի խնդրի առաջ էինք կանգնում, բայց դա ուղղակի նրանից էր, որ B-ն բաժանվեց A-ի վրա։ Իսկ ինչ կլիներ, եթե B-ն A-ի վրա չբաժանվեր։ Դիտարկեցինք հաջորդ անգամ այդպիսի օրինակ ու C-ն սկսեցինք ման գալ նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկի բաժանարարների մեջ, հանելով ահա 4-ը եւ 6-ը, որպեսզի կրկնվող թվեր չունենանք։ Ու հասկացանք, որ 12-ը մեզ բավարարեց։ Այսինքն տեսեք ինչքան քիչ ժամանակ մենք օրինակ փնտրեցինք, բայց գտանք։ Բայց մենք մի օրինակ ընդհանրապես գտանք, որ դա մեզ բավարարեց, սկսեցինք մտածել, իսկ ինչպես կարելի է այլ օրինակներ գտնել, հասկացանք, որ մենք ուղղակի վերցրել ենք երկու իրարից տարբեր այսպիսի թիվ, որտեղ մեկը մյուսի վրա չի բաժանվում, ու երրորդը վերցրել ենք նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, որը ակնհայտ տարբերվում է մյուս երկուսից, որովհետև B-ն մեզ մոտ I-ի վրա չի բաժանում, մեկը մյուսի վրա բաժանվող չունենք։ Ու ստացանք 3 հատ տարբեր իրարից թվեր, որոնցից յուրաքանչյուր երկուսի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը ահա սա է։ Ու այսքանով մենք կարողացանք անթիվ շատ օրինակներ նկարագրել, ուստի այս խնդրի համար մեր պատասխանն է այո եւ ընդամենը մի օրինակը ամբողջությամբ բավարարում է, բայց տեսեք մենք նույնիսկ ավելի շատ գործ արեցինք, քան անհրաժեշտ էր։ Ուստի կարող ենք ամբողջությամբ ավարտել։